Իրանը հրաժեշտ է տալիս իր զինուժի կարևոր դեմքերին ու եւս 60 իրանցու, որոնք զոհվեցին Իսրայելի դեմ պատերազմի օրերին։ Էնգելա հրապարակում ամբողջը շրջապատել է իրանական դրոշներով ծածկված դագաղները, որոնց վրա պատկերված են զոհված հրամանատարների դիմանկարները։ Սևազգեստ իրանցիները բղավում են մահ Ամերիկային ու ծածանում իրանական դրոշներ, ձեռքերում պահած զոհվածների դիմանկարները։ Այնտեղ է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, նա բազմահազարանոց ամբոխի միջով մոտեցել է դագաղներին հրաժեշտ տալու նահատակներին։ Իրանը հրադադարից 4 օր անց է հողին հանձնում իր բարձրաստիճան զինվորականներին։ Ուղարկավորվողների թվում է Իրանի ամենաբարձրաստիճան զինվորական Մոհամմադ Բաղերին, որը Իրանի զինված ուժերի շտաբի պետն էր։ Բաղերին ուղարկավորվել է իր կնոջ ու դստեր հետ, որոնք եւս զոհվել են Իսրայելի օդային հարվածների ժամանակ։ Իրանցիները հողին են հանձնել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիին, ինչպես նաև մի շարք միջուկային գիտնականների, այդ թվում Մոհամմադ Մեհդի Թեհրանչիին, որը Թեհրանի Ազադ համալսարանի ղեկավարն էր։ Սքի մեջ գտնվող Իրանը դեռ չի շտապում բանակցությունների Միացյալ Նահանգների հետ, չնայած շաբաթասկզբին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե հաջորդ շաբաթ նոր բանակցություններ են սկսելու Իրանի հետ։ Թեհրանը ասում է Միացյալ Նահանգների հետ կխոսեն, երբ հասկանան, որ դա բխում է իրենց շահերից։ Բացի այդ, Իրանի արտգործնախարարը հարգանք է պահանջել իրենց գերագույն առաջնորդի նկատմամբ, որին պատերազմի օրերին սպառնում էր սպանել Թրամփը։ Եթե Թրամփը ցանկանում է գործարք կնքել, պետք է հրաժարվի գերագույն առաջնորդ Խամենեիի նկատմամբ անհարգալից եւ անընդունելի վերաբերմունքից։ Թրամփը, որ համոզված է, թե հիմնովին տապալել է Իրանի միջուկային ծրագիրը, անողոք ռմբակոծելով այդ երկրի միջուկային օբյեկտները, լրագրողներին ասել է, որ էլի նույնը կաներ, եթե իմանար, որ Իրանը ուզում է նորից հարստացնել ուրանը։ Պարոն նախագահ, դուք կրկին կռմբակոծեիք Իրանը, եթե նրանք փորձեին ուրանը հարստացնել այնպիսի մակարդակի, որը ձեզ կմտահոգի։ Իհարկե, միանշանակ, անկասկած։ Թրամփի քաղաքականությունից ծայրաստիճան դժգոհ մի քանի կոնգրեսականներ առաջարկել են վետո դնել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումների վրա։ Սենատը մերժել է նրանց առաջարկը։ Ըստ սենատոր Թիմ Քեյնի առաջարկած բանաձևի, Սպիտակ տան ղեկավարը պետք է ստանար կոնգրեսի թույլտվությունը նախքան Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելը։ Թրամփի ընդդիմախոս օրենսդիր Բերնի Սանդերսը դիմել է նրան։ Պարոն նախագահ, Իրանի դեմ պատերազմելը եւ Իսրայելի կողմից այդ երկրի դեմ չհրահրված հարձակումներին աջակցելը այն չէ, ինչ մենք պետք է անեինք։ Մեզ պետք չէ եւս մեկ ավելորդ եւ թանկարժեք պատերազմ։ Դրանք մեզ բավական են։ Սենատորը հիշեցրել է ԱՄՆ նախագահին, թե ով է Նեթանյահուն, որին մինչև վերջ խոստանում է անվերապահ աջակցել Թրամփը։ Նեթանյահուն ռազմական հանցագործ է, որին միջազգային քրեական դատարանը մեղադրում է Գազայի խաղաղ բնակչությանը սովամահ անելու եւ սպանելու համար։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։